Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, սա էլ որ երրորդ անգամ քաղաքացիական պայմանագիրը բերում է նախագիծ, որը ըստ էության ապացույց է այն բանի, որ նախագծերը կազմվում են սխալ եւ նախորոք չի իրականացվում կարիքների գնահատում։ Այնինչ ցանկացած նոր պրոդուկտ արտադրելու համար Պարզ է եւ մատուցելու համար նոր ծառայություն առաջին բանը, որ պետք է անի, արվի հենց կարիքների գնահատումն է։ Մեզ մոտ ամեն ինչ թարս է։ Սկզբում նախագիծը ընդունում են ինչ-որ գին, հետո սկսում են հարմարեցնել, թե ում հարմար չէ։ Նույն ձևով տրանսպորտային արտոնությունները ընդունվեցին, որոնք արդեն իսկ պարզ է դառնում, որ արդյունավետ չեն իրականում, որովհետև փաթեթների պոպուլարությունը որևէ կերպ դրանից չբարձրացավ, այնինչ միասնական տրանսպորտային համակարգի հենց վճարման իմաստը հենց փաթեթների անցնելն էր։ Ես պատահական չնշեցի ուսանողների, խնդիրը, որովհետև նաև ինքս տեսնում եմ ավտոբուսում, ովքեր են մեծ մասը, ովքեր չեն վճարում, աշակերտներ, ուսանողներ եւ թոշակառուներ։ Հիմնականում, այսպես տրոլեյբուսում շատ քիչ են վճարողները եւ դա այո ճիշտ է եւ նորմալ է, որովհետեւ չէր կարելի անմարդկային էր 50 դրամից դարձնել 150 դրամ տրոլեյբուսը, էլեկտրատրանսպորտը։ Սա ինչի մասին է խոսում, նույն աղբանության հարցում է։ Մենք սահմանում ենք այստեղ արտոնություններ, բայց տպավորություն է, որ մաղով ջուր ենք կրում, բայց մեր քաղաքացիների շրջանում մնում են խմբեր, որոնց միշտ դժվար է եւ որոնց հարմար չէ։ Այնինչ խոսքը գնում է թե տրանսպորտի, թե աղբանության դեպքում անհրաժեշտության մասին։ Դա ծառայություն է, որը անհրաժեշտություն եւ համայնքը պարտավոր է ապահովել այդ ծառայությունը։ Չես կարող մարդուն ասել, չունես մի գնա դասի տրանսպորտով, չունես մի գնա աշխատանքի, քանի որ քո աշխատավարձը ցածր է, չունես մի թափի, սա մարազմի արդեն գիրկն ենք ընկնում, որովհետև ԿՊ-ն հաշվի չի առնում իրական մարդկանց եկամուտները, իրական գնողունակությունը մեր քաղաքացիների։ Այսպես ամենաշատը նաև տուժեցին տրանսպորտային այս ռեֆորմի արդյունքում մարզից Երևան եկող սովորող ուսանողները, որոնք երկու անգամ են օգտվում տրանսպորտից, քանի որ մարզային տրանսպորտով գալիս են Սասունցի Դավիթ կամ Պեկինո Ռոսիա եւ այնտեղից մետրոյով գալիս են երիտասարդական։ Այս ուսանողների մասին կարծես որևէ մեկը չուզեց մտածել։ Այսօր լուրջ խնդիր ունենք եւ այո այդ փաթեթները վերանայման կարիք ունեն, այդ ամբողջ համակարգը կներեք խոտան է, դուք կարող եք անverջ արտոնություն բերել։ Ես այլ օրինակ բերեմ, մենք արտոնություն ենք տվել 4 երեխա ունեցող, ծնողներին։ Կան 4 երեխա ունեցող ծնողներ, որոնք շատ էլ ապահովված են։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Հայկ Մարությանը ունեն 4 երեխա։ Նրանք արտոնություն ունեն անվճար երթևեկելու, իսկ ես ճանաչում եմ կնոջ, որ ունի երեխա, ամուսինը ավտովթարից է զոհվել եւ այդ կնոջը շատ դժվար է եւ որևէ արտոնություն այդ կինը չունի այսօրվա դրությամբ։ Երեխաներին նայեք քանի տոկոս է։ Իդեպ երեխաներին անդրադառնամ, շատ ծնողներ ոչ երկնա։ Հարգելի գործընկերներ կան։ Մի արձագանք եք տեսեք։ Հետո մենք ունենք բազմաթիվ, այո, ուրեմն չգիտի այդ կինը, որովհետև ասում է, որ քիչ է այդ զեղչը։ Ես ասել եմ այդ կնոջը, բայց նա ասում է, որ ինձ պետք չի այդ ձևով։ Եվ հարցը միայն դա չէ, ունենք ամուսնալուծված նաև, այսինքն ընտանիքներ, որոնք ամենեքում մի ծնող է, եւ այդ ընտանիքներում կրկին դժվար է։ Տեղից էլ մի գոռացեք, քիչ առաջ կանոնակարգից էինք խոսում, որ տեղից գոռալը, չէ, պարոն Գրիգորյանն էր կարծեմ հիշեցնում։ Տեղից մի գոռացեք։ Բան ունեք ասելու, եկեք ասեք։ Այո, ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնց համար հարմար չէ, որտեղ նրանք երկու անգամ են օգտվում տրանսպորտից։ Երևանը դարձել է միակ քաղաքը, որտեղ 10 տոմսանոց փաթեթը նույն գնի է ստացվում, ինչ 1 տոմսը, որտեղ տերմինալից 1 տոմսի համար 2 տոմս պետք է առնես, եթե հեռախոսի համար չես ուզում ներմուծել։ Այսինքն այստեղ լուրջ խնդիրներ ունենք։ Գերմանիայից հյուրեր ունենք, որևէ մեկը չկարողացավ գերմանական բանկային քարտով անցկացնել ավտոբուսում եւ ուրախացան, որ բոյկոտելու հնարավորություն ունեն, միացան բոյկոտողներին։ Տուրիստը գալիս է, չգիտի ոնց տոմս առնի։
Այսինքն ամբողջովին խոտան է եւ այս ամենի հետ սա մեր բոլորիս խոտանն է, նաեւ իմը որ չեմ կարողացել կանխել լինելով փոքրամասնություն կամ գուցե ժամանակին չնկատելով այս կամ այն խնդիրը, ես ընդունում եմ նաեւ իմ մեղավորությունը այստեղ, որտեղ ինձ այստեղ ուղարկել են, որպեսզի չլինի նման բան։ Այս ամենով հանդերձ փոխանակ մտածեն այդ խոտանները վերացնեն, վերանայեն փաթեթները, ստեղծեն փաթեթ մարդկանց համար, ով երկու անգամ է երթևեկում, մտածում են տուգանենք։ Բայց ձեզ ով պետք է տուգանի, պարոնայք։ Ձեզ ով պետք է տուգանի, որ երրորդ անգամ է սկզբից բերում եք նախագիծը, հետո փինաչի դերձակի պես փորձում եք նստացնել, այստեղից վերցնեմ, այնտեղից լայնացնեմ, այստեղից կտրեմ։ Սա է, եթե մեկը պիտի տուգանվի եւ պատժվի, ապա դա նման որակի նախագծեր բերողն է։